ՀԱԿ-ի նախագահը ստորագրել է նախագահական հուշագիր, որը նախատեսում է Միացյալ Նահանգների դուրս գալը 66 միջազգային կազմակերպություններից, որոնք այլևս չեն ծառայում ԱՄՆ-ի շահերին։ Սպիտակ տան տեղեկություններով դրանցից 35-ը այն կազմակերպություններն են, որոնք չեն մտնում ՄԱԿ-ի համակարգի մեջ, իսկ ևս 31-ը ՄԱԿ-ի համակարգում ընդգրկված սուբյեկտներն են։ 66 միջազգային կազմակերպությունների թվում, որոնք Միացյալ Նահանգները լքել է նախագահ Դոնալդ Թրամփի որոշմամբ, ընդգրկված է նաև Եվրոպայի խորհրդի Վենետիկի հանձնաժողովը։ ԱՄՆ-ն Վենետիկի հանձնաժողովի լիիրավ անդամ էր 2013 թվականից, իսկ մինչ այդ 1991 թվականից օգտվում էր դիտորդի կարգավիճակից։ Նշված կազմակերպությունների թվում են հիբրիդային սպառնալիքների դեմ պայքարի եվրոպական կենտրոնը, գլոբալ հասարակության ներգրավվածության և կայունության հիմնադրամը, գլոբալ հակաահաբեկչական ֆորումը, կլիմայի փոփոխության միջկառավարական հանձնաժողովը, ժողովրդավարության և ընտրական աջակցության միջազգային ինստիտուտը, արդարադատության և օրենքի գերակայության միջազգային ինստիտուտը, ՄԱԿ-ի ժողովրդավարության հիմնադրամը, ՄԱԿ-ի քաղաքակրթությունների դաշինքը և այլն։ Ինչպես նշվում է Սպիտակ տան տարածած հայտարարության մեջ, ԱՄՆ-ն լքել է վատնող, անարդյունավետ կամ վնասակար կազմակերպությունները։ Նշված հարցի վերաբերյալ հայտարարությունը տարածել է Սպիտակ տունը, որտեղ գրված է, որ այդ կազմակերպությունները սխալ են կառավարում, թույլ են գործում, վատնում են ամերիկացի ժողովրդի միջոցները և գործում են Ամերիկայի շահերին հակառակ։ Թբիլիսիի քաղաքային դատարանում հոկտեմբերի 4-ին նախագահի պալատի մոտ զարգացած իրադարձությունների հետ կապված տեղի է ունեցել ձերբակալված 10 անձի դատավարությունը։ Բանտարկյալների թվում են այդպես կոչված կազմակերպչական կոմիտեի անդամները՝ Պաատա Բուրճուլաձեն, Բահատա Մանջգալաձեն, Մուրթազ Զոդելավան, Իրակլի Նադիրաձեն և Լաշա Բերիձեն։ Նրանք մեղադրվում են ռազմավարական օբյեկտին տիրանալու փորձի, խմբային բռնության կազմակերպման և սահմանադրական կարգի տապալման փորձի մեջ։ Մեղադրյալները դատարանին և ներկա հասարակությանը դիմել են ուղերձով։ Թբիլիսիի քաղաքային դատարանում հունիսի 20-ի դրվագի վերաբերյալ նախկին վարչապետ Գեորգի Գախարիայի նիստերը մասամբ դռնփակ են դարձել։ Նշված որոշումը դատարանը ընդունել է գործում առկա ապացույցների համար, որոնք գաղտնի են։ Այսօրվա նիստում նաև վերանայվել է Գախարիայի նկատմամբ կիրառված խափանման միջոցը, որից հետո կողմերը խորել են ապացույցների ընդունելության վերաբերյալ։ Հիշեցնենք, որ Գեորգի Գախարիայի հանդեպ հունիսի 20-ի գործով մեղադրանք է առաջադրվել 2 հոգուց ավել անձանց նկատմամբ առողջությանը դիտավորությամբ վնաս պատճառելու և պետական քաղաքական պաշտոն զբաղեցնող անձի կողմից պաշտոնական լիազորությունների չարաշահման համար։ Նշված գործողությունները որպես պատժի տեսակ ու չափ նախատեսում են մինչև 13 տարի ազատազրկում։ Ինչ պլան ունի ընդդիմությունը։ Այս հարցը կրկին արդիական է վրացական քաղաքական դաշտում այն բանից հետո, երբ Զուրաբ Գիրչի Ջափարիձեն հայտարարեց, որ ԱՄՆ-ի վարչակազմի քաղաքականությունը Կովկասի և Վրաստանի նկատմամբ այնպիսին չէ, որ Մադուրոյի հանդեպ իրականացված ռազմագործողության համատեքստում այստեղ որևէ ակնկալիք ստեղծենք։ Նրա խոսքով, եթե այստեղ ուժերը միավորվեն և ունենան միասնական ռազմաճակատ, այդ դեպքում պետք է ավելի շատ աջակցություն սպասեն ինչպես Ամերիկայի վարչակազմից, այնպես էլ Եվրոպայից։ Այս հայտարարությանը արդեն արձագանքել է նաև իշխող թիմը։ Վրացական երազանքում նշում են, որ ընդդիմությունը այլևս գոյություն չունի և նրանց պարզաբանմամբ ընդդիմախոսները միայն արտաքին դերակատարների կողմից կոնկրետ առաջադրանքների են սպասում։ Ռուսական լրատվամիջոցների հաղորդմամբ ԱՄՆ-ի կողմից Ատլանտյան օվկիանոսում ձերբակալված տանկերի անձնակազմի անդամների թվում են գտնվել Վրաստանի 6, Ուկրաինայի 20 և Ռուսաստանի 2 քաղաքացի։ Տարածված տեղեկությամբ նավի կապիտանը նույնպես վրացի է։ ԱՄՆ-ի իշխանությունները հայտարարում են, որ ձերբակալված նավի անձնակազմի անդամների նկատմամբ կներկայացվեն քրեական մեղադրանքներ։ Մինչ այդ ձերբակալված տանկերի վերաբերյալ մեկնաբանություն է արել նաև Սպիտակ տան մամուլի քարտուղարը։ Քերոլայն Լևիտը ասել է, որ ԱՄՆ-ի նախագահը չի վախենում պատժամիջոցների տակ գտնվող նավթատարների կալանավորումը շարունակելուց և Ռուսաստանի նախագահի հետ հարաբերությունները վատթարացնելուց։ Նրա հայտարարությամբ Թրամփը միշտ կպաշտպանի այն քաղաքականությունը, որը լավագույնն է լինելու Միացյալ Նահանգների համար։ Սպիտակ տանը հավատում են, որ սա չի հանգեցնի ԱՄՆ-ի և Ռուսաստանի միջև լարվածության, քանի որ ԱՄՆ-ի և Ռուսաստանի նախագահներն ունեն լավ հարաբերություններ։ Լևիտի հայտարարությամբ ռուսական դրոշի ներքո նավարկող տանկերի ձերբակալումը պարզորեն ցույց է տալիս, որ ԱՄՆ-ն չի հանդուրժի պատժամիջոցների խախտումը։
Գրենլանդիան կրիտիկականորեն կարևոր է ոչ միայն ԱՄՆ-ի ազգային անվտանգության, այլև ամբողջ աշխարհի անվտանգության համար։ Այդ մասին Fox News-ին տված հարցազրույցում հայտարարել է ԱՄՆ-ի փոխնախագահ Ջելդի Վենսը։ Վենսի խոսքով վերջնական որոշումը կընդունի նախագահը։ Նա նաև նշել է, որ Եվրոպայի կողմից այս հարցի շուրջ մտահոգություն է եղել, սակայն նրանք չեն կարողացել հակադարձել հիմնարար փաստարկին։ Փոխնախագահը ավելի մանրամասն խոսել է Գրենլանդիայի կարևորության մասին և նշել, որ հրթիռային պաշտպանության ամբողջ ենթակառուցվածքը մասամբ կախված է Գրենլանդիայից, և այն դեպքում, եթե Ռուսաստանը, Չինաստանը կամ որևէ այլ երկիր միջուկային հրթիռ արձակի Ամերիկայի մայրցամաքի կամ Եվրոպայի ուղղությամբ, այդ դեպքում Գրենլանդիան պաշտպանության համար կրիտիկապես կարևոր է։ Խաղաղության համաձայնագրին հասնելու դեպքում Մեծ Բրիտանիան և Ֆրանսիան պատրաստ են ընդհանուր առմամբ մինչև 15,000 զինծառայող ուղարկել Ուկրաինա։ Այս մասին հայտնում են ուկրաինական լրատվամիջոցները և նշում, որ դա սպասվող քանակից զգալիորեն նվազ է։ Սրանք չեն լինելու ուժեր, որոնք կներգրավվեն պայքարին։ Ծրագրի համաձայն բրիտանացի և ֆրանսիացի զինծառայողները կօգնեն Ուկրաինայի բանակին մարզումներում և կհսկեն անվտանգ օբյեկտների կառուցումը, զենքի և ռազմական տեխնիկայի պահպանման համար, որոնք կարող են օգտագործվել Ուկրաինայի պաշտպանությանն աջակցելու նպատակով։ Լրատվամիջոցների տեղեկություններով Գերմանիան պատրաստ է իր զորքերը տեղակայել Ուկրաինայի հարևանությամբ՝ Լեհաստանում կամ Ռումինիայում։ Նույնպես Լիտվան հայտարարում է, որ կարող է իր ներդրումն ունենալ անվտանգության երաշխիքների ապահովման գործում և Ուկրաինա ուղարկել մի քանի 100 զինվորական։ Ինչ վերաբերում է Ռումինիային և Իտալիային, նրանք չեն պատրաստվում Ուկրաինա ռազմավարականների ուղարկել։ Ներքին գործերի նախարարության աշխատակիցները խմբակային կերպով իրականացված շորթման մեղադրանքով ձերբակալել են 2 անձի, որոնք նախկինում դատապարտված են եղել սպանության համար։ Հետաքննությամբ պարզվել է, որ կողմերի միջև հակամարտության պատճառը եղել է անցյալում գոյություն ունեցած ֆինանսական վեճը, որտեղ անձանցից մեկից կյանքին սպառնալով և բռնությամբ սպառնալով շորթել են 6000 լարի, ինչպես նաև պահանջել են իրենց անունով գրանցված ֆինանսական պարտավորության մարում, որը կազմել է 32,000 լարի։ Մեղադրանքը նախատեսում է մինչև 9 տարի ժամկետով ազատազրկում։ Ներքին գործերի նախարարության և ֆինանսների նախարարության մաքսային վարչության աշխատակիցները թմրամիջոցների ապօրինի ձեռքբերման, պահպանման և Վրաստան ներմուծման մեղադրանքով ձերբակալել են 1964 թվականին ծնված անձի։ Իրավապահները Քութայիսի միջազգային օդանավակայանում մեղադրյալի ձեռքի ուղեբեռը ստուգելիս որպես իրեղեն ապացույց առգրավել են 420 հապ թմրամիջոց։ Մեղադրանքը նախատեսում է մինչև 9 տարի ժամկետով ազատազրկում։ 2026 թվականի հունվարի 1-ից Վրաստանում որոշ էլեկտրական ապրանքներ հնարավոր չի լինի վաճառել առանց էներգապիտակի։ Կարգավորումը վերաբերում է բոլոր այն տնտեսական օպերատորներին, որոնք Վրաստանի շուկայում արտադրում կամ վաճառում են էներգասպառող արտադրանք։ Էներգապիտակի վրա նշվելու են ապրանքի էներգաարդյունավետության մակարդակը և այլ տեխնիկական բնութագրեր, ինչպիսիք են էներգասպառման դասը, միջին տարեկան էներգասպառումը և լրացուցիչ տվյալներ, աղմուկի մակարդակը, ջրի սպառումը և այլն։ Վրաստանը 2019 թվականին ընդունել էր էներգապիտակավորման մասին օրենքը, որի նպատակն է Վրաստանի շուկայում առկա տարբեր կենցաղային սարքավորումները համալրել եվրոպական տիպի էներգապիտակներով։ Բարեփոխումը ընդգրկում է 14 տարբեր էներգասպառող ապրանքներ, ինչպիսիք են սառնարանները, սպասք լվացող մեքենաները, կոնդիցիոներները և այլն։